Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուտյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Հովսեփ Խուշուտյանի կողմից վարվող YouTube-յան ալիքի եղումը, որին եւս կարող եք ցանկության դեպքում հետևել։ Բարև ձեզ, պարոն Խուշուտյան։ Ողջույն։ Պարոն Խուշուտյան, վերջին շրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ եվրոպական կողմում մտահոգություններ են հայտնում առաջիկա ընտրություններին եւ առաջիկա ընտրությունների ժամանակ ռուսական հնարավոր մասնակցության հետ կապված հիբրիդային պատերազմի եւ այլնի առումով Միրզոյանը Բրյուսելում համագործակցության շրջանակներում փաստաթղթեր ստորագրեց, որտեղ 15 միլիոն հատկացում եղավ կամ առաջիկայում կլինի եւ նշում է, որ դրա մի մասը գնալու է հիբրիդային պատերազմի դեմ պայքարին։ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ է հանդիպում, ելի այդ թեմային են շրջանառում, ասում են ինչպես կարող ենք օգնել։ Ինչ խնդիր կա այս առումով, որ եվրոպական կողմը անհանգստացած է։ Քանի որ փորձ կա արդեն, այն ինչ որ Մոլդովայում տեղի ունեցավ, ամենայն հավանականությամբ կրկնվելու է Հայաստանում, այսինքն Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նույն մեթոդաբանությամբ, նույն գործիքակազմով կիրառվելու են նաև Հայաստանում։ Նույնիսկ գրասենյակը նույնն է, կիրառող գրասենյակը Կիրիենկոյի գրասենյակն է, ով Պուտինի, գիտեք, աշխատակազմի ղեկավարն է, եւ իրեն է հանձնարարված համակարգել, այո, այդ բոլոր գործողությունները Հայաստանում, եւ այդ իմաստով նաև եվրոպացիները տեղեկացված են եւ օգնելու են մեզ, որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք բոլոր այդ տեսակի հարձակումները հիբրիդային։ Բայց օրինակ Ռուսաստանից էլ արձագանքում են եւ այդ ամենը համարում են հայ-ռուսական դարավոր բարեկամության, եղբայրության հարաբերությունների փչացում, օրինակ Լավրովն այդ մասին արձանգում, Մարիա Զախարովան։ Ես գնահատում եմ ձեր սառնասրտությունը, երբ որ այդ դարավոր բարեկամությունը արտաբերելիս չեք ճպտում եւ միմիկան ձեր չի փոխվում։ Ասենք բոլորի համար հասկանալի է, չէ՞, արդեն Ռուսաստանը այս էլ որի-օրդ անգամ հայ ժողովրդի գլխին այս ինչ որ բերում է Հայաստանի հաշվին, հայ ժողովրդի շահերի հաշվին առևտուրը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արդեն 100-ամյակի պատմություն ունի, դա նորություն չի։ Ասենք այդտեղ դարավոր բարեկամություն կարող են ասել միայն նրանք, ովքեր որ ուզում են մեզ շարունակեն պահեն կախվածության մեջ, որպես կամ ավելի վատ որպես գուբերնիա դարձնեն, եթե հաջողի իրենց խամաճիկներին գալ իշխանության մյուս տարի հունիսին։ Այնպես որ ես կարծում եմ, որ ուղղակի պետք չի ուշադրություն դարձնել նման կարգի ռետորաբանությանը Կրեմլից եկող, եւ եթե հնարավորություն կա, ուղղակի պարբերաբար ինձ պետք է հիշեցնել իրենց կերած ապուրները Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Պարոն Խուշուտյան, հիմա մեղադրանքներ կան Եվրոպային ուղղված, ասում են նախկինում, երբ որ մի ակտիվիստի մատով կպնում էին, մի հոգու բանտարկում էին, քննադատություններ կային, հայտարարությունները հաջորդում էր մեկը մյուսին, եվրոպական երկրների դեսպանները գնում էին հայաստանյան դատարաններ, մասնակցում էին դատավարություններին։ Հիմա ասում են Նիկոլ Փաշինյանը, եթե բռնի էլ մարդ ուտի, կասեն դա Հայաստանի ժողովրդավարության համար է եւ կլռեն։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք տարակուսելի չի ամեն դեպքում եվրոպական կողմի մարդու իրավունքները բարձր արժեք համարող եվրոպական կառույցների այս լռությունը։ Լսեք, այդ նման կարգի արտահայտությունները անողները մտածում են, որ ինչքան տափակ կլինի արտահայտությունը, ինչքան ասենք խելապակասության սահմանակից լինի, այնքան ավելի ազդեցիկ կլինի այդ արտահայտությունը։ Դեպս են մտածում։ Այդ ինչ զուգահեռներ են, այդ ինչ համատությունն է, այդ ինչ բառաֆոնդ է։ Իրանք իրանց ընտանիքում են գուցե իրար ուտում։ Ինչ նշանակում մարդ ուտի ինչ որ մեկը Հայաստանում։ Այդ մեկ, երկրորդը եվրոպացիները ինչը պետք է աչք չփակեն, ինչի վրա։ Կարող եք ինձ ասել։ Այն որ ԱԱՑ-ին հրահանգվում է գնալ հոգևորականի մոտ, դրա վրա չպետք է աչք փակել ըստ էության։ Նախ որտեղ է տեսնվել այդ հրահանգը եւ այդ հոգևորականի մոտ ինչ նպատակով է գնացել ԱԱՑ-ը։ Հայտնի է, կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ չտալու։ Հետո
Դա ԱԱԾ-ի լիազորությունների մեջ է մտնում։ Ես այդ դետալներին չեմ տիրապետում։ Եթե այդ մի դրվագը այդքան աղետալի հետևանքներ է բերել Հայաստանին, որ պետք է Եվրոպան մի հատ առանձին բանաձև ընդունի դրա հետ կապված, ես անպայման խոստանում եմ քննարկել, ուսումնասիրել եւ մեր հաջորդ կոնֆերանսը նվիրել այդ դրվագին։ Չէ, պարոն Խուրշիդյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ լինելով, որի ենթակայությամբ գործում է նաև ԱԱԾ-ն, ասում է, մենք նաև ԱԱԾ-ի ծառայողների միջոցով հոգևորականներին խնդրում ենք, այսինքն մի դեպք չի, հոգևորականներին խնդրում ենք պատարակների ժամանակ չտալ կաթողիկոսի անունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրան չի համարում կաթողիկոս, այլ համարում է Հայաստանի պետականության համար սպառնալիք։ Սա արդյոք մտահոգիչ չէ ժողովրդավարության տեսանկյունից, որ ԱԱԾ-ի միջոցով մարդկանց փորձում է ինչ-որ բան պարտադրվել։ Ես չեմ լսել նման բան չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանը ասի, որ մենք հանձնարարել ենք ԱԱԾ-ին, որ կաթողիկոսի անունը չտա ինչ-որ հոգևորականներ, նայեք։ Ես խնդրանք բառը օգտագործեցի, հանձնարարել չասեցի, Նիկոլ Փաշինյանը հենց այդպես։ Լավա ես չմեկնաբանեցի, բացում դուք աղավաղված ինձ ինֆորմացիա եք տալիս։ Ես ասում եմ, ես խնդրանք բառն եմ արտասանել, դուք դա վերաձևակերպում եք հանձնարարել բառով ու ասում եք նման բան չեմ տեսել։ Ես խնդրում եմ, հենց որ մեջբերումը ինձ կուղարկեք, այդ ժամանակ, եթե հիմա ժամանակ ունեք, հենց հիմա ուղարկեք, ես մի հատ կարդամ նոր մեկնաբանեմ, առանց կարդալու, առանց հստակ ուղիղ խոսքից տեղեկանալու ես չեմ մեկնաբանի։ Շատ լավ, պարոն Խուրշիդյան, ես ընթացքում կուղարկեմ, բայց մինչ այդ ինչ եք կարծում, այս եկեղեցի կառավարությունը, այս կոնֆլիկտը ի վերջո ինչպես է հանգուցալուծվելու, որովհետև մի շատ զարգացումներ տեղ ունեցան, նույնիսկ բարձրաստիճան հոգևորականներ միացան Նիկոլ Փաշինյանին, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ի վերջո կաթողիկոսը ականջալուր կլինի եւ ինչպես հոգևորականներն են ասում, կգնա հանգստի թե ոչ։ Ձեր հարցը կոռեկտ չի եւ պարունակում է գնահատական, որի հետ ես համաձայն չեմ։ Ոչ մի եկեղեցի կառավարություն կոնֆլիկտ չկա, այդ դուք եք ասում, որ կա եկեղեցի կառավարություն կոնֆլիկտ։ Կա եկեղեցին ազատագրելու արտաքին եւ ներքին պայքար։ Եվ եկեղեցու ներսում մարդիկ կան, որ պայքարում են ազատագրելու եկեղեցին օտար ուժերի տիրապետությունից եւ եկեղեցական, կրոնական արժեքների հետ որևէ կապ չունեցող մարդկանցից եւ կա դրան աջակցող իշխանություն, կառավարություն, որ ունի ժողովրդի լեգիտիմ մանդատը։ Վերջացավ, այդ մի քանի բիզնեսմեններին, որ հայտնվել են այնտեղ, ցոփ շվալ կյանքով ապրում են, $40,000 մասաժներ են ընդունում Միլանում։ Ինչ եք ուզում, որ իրենք անպայման ձեր նպատակը ո՞րն է, կամ այն մարդկանց, որ պնդում են, որ եկեղեցի եւ կառավարություն կոնֆլիկտ կա, որ այդ մարդիկ անպայման մնան եկեղեցու գլուխ եւ շարունակեն սպասարկեն օտար երկրների շահերը։ Ովքեր են Միլանում $40,000 մասաժ ընդունում եւ ովքեր են օտար պետությունների շահերը սպասարկում։ Օրեն Հովանիսյանի հարցազրույցը լսեք, ով եղել է գավազանակիրը այս պարոն Կտրիչի ժամանակին եւ Կտրիչը ոնց է գլուխ գովացել իր մոտ, ոնց են ինքը, չգիտեմ, ելով եղբայրն էր թե ով էր եղել Միլանում այդպիսի թանկ մասաժներ ընդունել։ Այդպես եք պատկերացնում դուք կաթողիկոսը, եթե դուք հավատացյալ եք, ձեր կաթողիկոսին այդպես եք պատկերացնում, ու ուզում եք, որ ինքը մնա ու իր դեմ ցանկացած քննադատություն կամ իրեն պաշտոնանկության ուղղված քայլ համարում եք եկեղեցու դեմ քայլ, հա։ Ինչու է այդ դեպքում դա ընդդիմության Նիկոլ Փաշինյանի հայացքները չկիսողների կողմից ընկալվում որպես եկեղեցու դեմ քայլ, պարոն Խորշիդյան։ Դա չի ընկալվում, դա մանիպուլացվում է։ Իրենք ուզում են, որ այդպես երևա եւ դրսերում տարածում են այդ կեղծ նարատիվը, կեղծ խոսույթը։ Հասան միջև Տակեր Կարլսոն։ Նա էլ ավելի ուրճացրեց, թե համ եկեղեցու վրա են հարձակում, համ քրիստոնեության վրա են հարձակում։ Հա, մեկ էլ Հիսուս Քրիստոսի վրա են հարձակում ու Տեր Աստվածի վրա են հարձակում։ Այդ էլ թող ասեն ու պրծնեն։ Ես ասում եմ, ինչքան տափակաբանությունը ավելի ուրճացված մեծ է լինում, ըստ այդ մարդկանց ավելի ազդեցիկ է իրենց ասածը։ Եթե այդպիսի մեծ վրթովում կառաջացնող քայլեր է անում կառավարությունը, ապա մեծ աջակցություն կստանար կաթողիկոսը, բայց լրիվ հակառակն է։ Զրո աջակցություն ունի ժողովրդի մոտ էս կաթողիկոսը, որտեղ այդ մարդիկ գիտեն, որ ինքը ունի սուպերմարկետների ցանց, որ ինքը զբաղվում է բիզնեսով, որ ինքը ազնիվ չէ, որ ինքը օտար երկրների շահեր է սպասարկում։ Այդ դրանից հետո ինչի պետք է մարդիկ իրեն աջակցեն։
Փաստեր կան։ Ինչի պետք է ձեր հետ միասին Նարեկ համարեն, որ դա եկեղեցու դեմ հարձակում է, այլ ոչ թե եկեղեցու հետ։ Պարոն ձեր կռիվը ինձ հետ է։ Բոլոր այն լրագրողների, որոնք Ներողություն, ինձ հետ է թե իմ կողմից քննադատների կողմից փոխանցված կարծիքը ձեզ փոխանցելու հետ է։ Ինձ պետք է որ դուք արտահայտեք ոչ թե գնահատական, այլ հաստատ։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ ընդդիմախոսների միտքն եմ փոխանցում ձեզ մեկնաբանության համար։ Ակնհայտ չի, ուրեմն խնդրում եմ շեշտեք, որ ընդդիմախոսները ասում են, որ եւ այդ ժամանակ ես կմեկնաբանեմ ընդդիմախոսներին, այլ ոչ թե ձեզ։ Բայց եթե խնդրում եմ ընդդիմախոսների բանով ենթատեքստով մեկնաբանեք։ Շատ լավ, եթե բարձաբանում ընդդիմախոսներին էր վերաբերում, ուրեմն ընդդիմախոսներին ես վաղուց արդեն ասել եմ։ Իրենց տեղն էլ, իրենց ով լինելն էլ, թող իրենք մի հատ իրենց կերածապուրների համար պատասխան տան այս 20 տարիներ ինչ որ երկրի հետ արել են։ Նոր գան մնացած բաներից խոսան։ Իրենք եւ իրենց նշանակած այդ բաները, տերտերները բարձրաստիճան, որ 20 տարի լռում էին մի ոչ մի խնդիր իրենց համար գոյություն չուներ երկրում, քանի դեռ իրենց տերերն էին իշխանություն եւ իրենց տերերի նշանակած խամաճիկներն էին իշխանություն Հայաստանում, նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ մի հատ ծպտուն չհանեցին։ Ինչի զանգերը չղողանջեցին։ Անդիմախոսներին եմ հասնում ձեր միջոցով, պարոն Նարեկ։ Ինչի չղողանջեցին զանգերը 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ինչին էին սպասում։ Որ պարտվենք նոր հետո գնան Շվեյցարիաներում միջոցառումներ կազմակերպեն, ասեն պետք է արցախցիների վերադարձը ապահովենք, իսկ գուցե եթե զանգերը ղողանջեին ոգևորություն այլելներ ժողովրդի եւ կարողանանք ավելի արդյունավետ դիմադրել, կարող է եթե դրսում նաեւ արտասահմանում մեր եկեղեցիների զանգերը ղողանջեին, կարող է ուրիշ արձագանքներ լիներ աշխարհում։ Այդ վճռական պահին, որ մեր սարդարապատներ իրենք մատը մատին չխփեցին, իրենց սուպերմարկետների գործերով են զբաղված այդ ժամանակ եւ Պուտինի հրահանգները ստանալով, որ հետո շքանշան ստացան, մեկ ինքը մեկ իր եղբայրը։ Էդ էլ ապացուցելու կարիք կա, որ շքանշան են ստացել Պուտինից։ Պարոն Խուրշիդյան, այդ գործակալի բանը հետաքրքիր, ինչ փաստեր կան դրա հետ կապված։ Ավելի շատ փաստ ինչ որ ես ներկայացրեցի ձեզ պետք է։ Մեդալը։ Այո, իմ համար ամենամեծ փաստը դա է։ Տոկաևը Փաշինյանին տվեց բարձր Ղազախստանի բարձրագույն շքանշան տվեց։ Ղազախստանը մասնակցել է մեր պատերազմին։ Չէ, եթե մեդալ տալը, պատվոգիր տալը հիմա համարվում է վերցնելը գործակալ։ FSB-ի օրվա նախորդող օրը մեդալ տալը Պուտինի կողմից, որը կայսրության ղեկավարն է, մի եկեղեցականի, որին ինքը հատուկ զանգել է Փաշինյանին, ասել է, «Էս ծերունուն ձեռմի տվեք»։ Ուրեմն դուք համեմատում եք Ղազախստանի, որ հավասարազոր հարաբերություններ ունենք մենք Ղազախստանին։ Ինչա Ղազախստանը մեր մետրոպոլիան է, թե մեր տնտեսության վրա ազդեցություն ունի։ Պարոն Խուրշիդյան, Ղազախստանն է գրաված եղել մեզ 70 տարի, միջև էտել 100 քանի տարի։ Սպասեք, հետաքրքիր բան եք ասել։ Ռուսաստանի նախագահը զանգահարել է Փաշինյանին եւ ասել է կաթողիկոսի հետ չառաջվել այս թեմաները շրջանառել։ Չեք հետևում, Նարեկ ջան, չեք հետևում։ Ես մի անգամ չեմ դա ասել։ Այո, զանգել է հեղափոխությունից հետո, երբ որ կար նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, եւ ակնհայտ էր, որ ճամփելու են կաթողիկոս կոչեցյալին, Պուտինը միջամտել է։ Ասել է Խաչատուրովին հանեցիք, լավ հասկացանք, առանց զգուշացնելու, առանց բան։ Բայց գոնե այս ծերունուն ինչ է ծերունու հետևից ընկե, թող հանգիստ թողեք իրան։ Ինչին էր պետք միջամտել եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների գործերին ընդհանրապես։ Ղազախստանի ղեկավարներ զանգել, որ հիմա մեջբերում եք համեմատություն եք անում ինչ որ։ Պարոն Խորշուդյան, ձեր հայտնած տեղեկությունն ուշագրավ է, կամ ձեզ պետք է այդ մասին ասեր Նիկոլ Փաշինյանը, կամ Վլադիմիր Պուտինը, կամ դուք պետքա գաղտնալսած լինեք այդ հեռախոսազանգը։ Ինչի անպայման ինձ պետք է ասեն, կարող է ինչ-որ մեկին ասել են, այդ մեկն էլ ինձ է ասել։ Ինչ-որ մեկը։ Ինչպես։ Այդ երկու ձեր նշած ղեկավարներից կարող է ինչ-որ մեկը, ինչ-որ մեկին ասել է եւ այդպես փոխանցվել է, ոչ միայն ինձ, այլ էլի ինչ-որ մարդկանց։ Ինչի՞ եք տեղեկությունը համարում, որ այսպես երթում են կերել երկուսն էլ, որ այդ տեղեկությունը ոչ մեկին չեն ասելու։ Ես հիմա խնդրեմ դուք նայեք ձեր մեսենջերը, եթե ձեզ հարմար է։ Ես մեջ բերեմ Նիկոլ Փաշինյանի խոսքը,
Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի, հոգևորականների կողմից հաշվի առնվի, դա նկատի ունի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, խնդրողի մասին է ասում։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԾ աշխատակից լինել, բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել։ Կախված է նրանից, ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Հիմա հարցը հետեւյալն է, պարոն Խուրշուդյան, եթե ԱԱՑ աշխատողը գալիս է եւ մեզ մի բան է ասում եւ օրինակ մեր երրորդ անձի ծանոթ է ներկայանում, այդ մարդը բնականաբար առաջին հերթին մեզ մոտ ԱԱՑ աշխատող է, չէ, ընկալվում, հետո նոր մեր ընկերոջ ծանոթ եւ դա ճնշում չէ արդյոք հոգեվորականի վրա, որ թեկուզ գնում եւ խնդրում է։ Շատ կարևոր է, որ այս մեջբերումը ամբողջությամբ բերեցիք, որովհետև կոնտեքստը արդեն པարզ է եւ կոնտեքստից ահագին բան տարբեր է համենայն դեպս, քանց եթե կոնտեքստից դուրս զուտ այդ ԱԱՑ-ի ու ինչ որ մեկի կապի մասին եք մեջբերում։ Հիմա ինչ վերաբերում է բովանդակությանը, ես մի անգամ չէ իմ հարցազրույցներում ասել եմ արդեն, որ տեսանելի է, որ ԱԱՑ-ն վերջապես, որովհետև նախկինների օրոք նման բան չեմ տեսել, որ ԱԱՑ-ն Հայաստանի պետական շահերը պաշտպանի ընդդեմ ՖՍԲ-ի եւ ընդդեմ գաղութատերների, հա։ Հիմա մենք դա տեսնում ենք, եւ դա շատ լավ է։ Դա նշանակում է, որ մեր պետությունը պետություն է դառնում։ Մեր պետական ինստիտուտներից պետության հոտ է գալիս։ Եվ դա նշանակում է, որ լուրջ պայքար է գնում ԱԱՑ-ի, որպես մեր պետականությունը պաշտպանող պետական մարմնի եւ դրսի ուժերի, այդ թվում ՖՍԲ-ի միջամտության դեմ։ Հիմա եթե այդ ամեն ինչը մենք հաշվի ենք առնում որպես կոնտեքստ, ես հասկանում եմ, որպես լրագրող ամեն ինչ դիտում եք կողքից։ Ես կողքից չեմ կարող դա ոչ դիտել, ոչ գնահատել, որտեղ իմ համար դա երկրի պետականության հարց է։ Եվ այդ մարդիկ պետք է հեռանան, ազատեն եկեղեցին, դուրս գան, գնան իրենց գործերով առնվազն։ Այնպես որ այստեղ մնացած բաները երկրորդական, երրորդական են։ Պարոն Խորշուդյան, տեսեք, եթե մեկը գործակալ է կամ կասկածվում է օտար պետության գործակալ լինելու մեջ, ավելի ճիշտ չի լինի, որ գործերը հարուցվեն այդ մասին, խոսակցությունները լինեն այդ մասին, ոչ թե ինչ որ անկողնային սկանդալների արանքում տենց բերանից փստացնել, որ այ էսի գործակալ է, այն մեկը գործակալ է, ինչու հենց ռեսուրսը դրած չէ դա բացահայտելու վրա այս դեպքում։ Իսկ գուցե բացահայտված է, ուղղակի դա չեն կարող հրապարակել, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու հարցը այդ դեպքում առաջ գալու։ Դուք այդ նրբությունները հաշվի առնում եք ընդհանրապես։ Մենք գերտերություն չենք, Նարեկ ջան։ Գերտերություն չենք, որ այդպես բան բացահայտելիս միանգամից մի հատ դեմարշ անենք Ռուսաստանին, ասենք, «Էս ինչ ես անում»։ Տեսում ես վերբով կանում Հայաստանում, տեսում ես պահում, տեսում ես օգտագործում մեր պետության դեմ։ Կարող ենք այդպիսի դեմարշ անել։ Չեն կարողանում իսկ ռուսական հեռուստաալիքները փակեն, որ բաց տեքստով իրանց ինչ ասես չեն ասում։ Հենց իրենց ղեկավարներին Հայաստանի։ Նրբություններ կա, բաներ կա, որ դուք էլ որպես պրոֆեսիոնալ լրագրող պետք է այդքան բանը հասկանաք։ Այդքան հեշտ չի այդ անտերը։ Ցավոք սրտի մենք դեռ այնպիսի կախվածություն ունենք, որ այտենց հեշտ միանգամից վերցնել կաթողիկոսի վրա այն ինչ որ լեյտենանտի մասով նույնիսկ դա ասեց վարչապետը, բայց բացահայտել արդեն փաստերով հրապարակել շատ ավելի բարդ է, քան ուղղակի հասկացնել, ճնշել հոգեբանորեն նաև հասկացնել թող գնա, քեզ էլ է լավ, այդպես բոլորին էլ է լավ լինելու։ Մի ստիպի, որ ավելի շատ բաներ հրապարակվի քո արտաքին գործունեությունից։ Հիմա այս օրերին տեսանելի է Ռուսաստանից աջակցությունը կաթողիկոսին, թե ոչ, օրինակ հայտարարություններ է գրեթե չեն անում, եք երկու հայտարարություն արեցին եւ ստոպ տվեցին։ Դեք այդ հավաքը չտեսաք դեսպանատան դիմաց Մոսկվայի։ Հետո էր կազմակերպել հասարակական կազմակերպությունները, հա? Ռուսաստանում հայերը չէին։ Ռուսաստանում ապրող քանի հոգի եք տեսել, որ 3 հոգի իրար հետ հավաքվի միտեղ մի հանրահավաքանի եւ չգան բռնեն տանեն միանգամից Դոնբաս։ Այդ ինչի մասին եք խոսում։ Ո՞վ էր կազմակերպել դա, եթե ոչ հենց Կրեմլը։ Հենց ցույց տալու իրենց դժգոհությունը եւ ճնշում գործադրելու։ Էլ չեմ ասում իրենց բոլոր այդ լրատվամիջոցներով, Telegram ալիքներով եւ այլնով։ Սամվել Կարապետյանին ով էր ասել գնա նաեւ եկեղեցուն աջակցություն ցույց տուր իդեմ բանին Կտրիչի։
որ իրականում պետք է, եթե ինքը իրոք մտածեր հավատացյալների մասին, պետք է եկեղեցուն աջակցություն ցույց տար, ազատելով եկեղեցին, օգնելով, որպեսզի ազատվի եկեղեցին այդ կարգի մարդկանցից։ Պարոն Խոշոյան, դուք հաշտ եք այն մտքի հետ, այն իրավիճակի հետ, որ Նավասարդ arczepiskopos Կճոյանն է նաև միացել եկեղեցին, ինչպես իշխանությունն է ասում, մաքրագործելու գործընթացին։ Ես հաշտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր որ օգնելու է եկեղեցին մաքրել օտարերկրյա ազդեցություններից։ Ոչ մեկ չի ասում, որ Նավասարդ Կճոյանն է սուրբ կամ մնացածը կամ գալու են իրենք դառնան կաթողիկոս։ Դա բացառվում է։ Ով որ չի համապատասխանելու չափանիշներին, չի լինելու կաթողիկոս։ Էլ չեմ խոսում մնացած պաշտոնների մասին, բայց միջև այդ պետքա մի հատ ազատագրել եկեղեցին, հետո մնացած քայլերը ժողովուրդը իր կողմից ընտրված մարդկանց միջոցով կլուծի։ Վերջապես մենք ունենալու ենք սեփական եկեղեցու վերնախավ։ Սեփական ուժերով նշանակված, ընտրած եւ համապատասխան մարդկանցից ընտրած, ոչ թե բիզնեսմեններից, սեռաքաղց ինչ-որ մարդկանցից։ Ես խնդիր չունեմ, եթե մարդը սեռակաղց է։ Ես խնդիր ունեմ, որ վրան խաչ է կախում եւ arczepiskoposi պաշտոն է ստանում։ Հայտնի ասացված կա, հիշում եք։ Ասում է կամ վարտիքը բարձացրա, պարոն Տեր, կամ խաչը վզիցը թանի։ Այդ երկուսը իրար հետ անհամատեղելի են, որ վարտիքը իջացրել ես, խաչը թե վրից կախած է մնացել։ Հայտնի անեկդոտից մի դրվագ։ Պարոն Խոշոյան, բայց չկա մտավախություն, որ այս նախադեպը ԱԱՑ-ով խնդրանքները կշատանան եւ այլ ոլորտներ էլ կմտնեն։ Նարեկ ջան, հենց որ այլ ոլորտներ մտնեն, ըստ փաստի խոսենք, հա։ Ես էլ ձերպես քաղաքասարակություն եմ ներկայացնում ու հաստատ շահագրգռված չեմ, որ վերազանցեն իրենց լիազորությունները ԱԱՑ-ն լինի, թե ցանկացած այլ մարմին լինի։ Էլ չեմ խոսում, լիքը ես էլ հարցեր ունեմ իշխանություններին, թե ինչի հասավ այսօրին, միջև հիմա ինչի հասավ։ Ինչի այդ ժամանակ չէին հանել։ Հեղափոխությունից հետո անմիջապես ինչի չէին անել։ Որ հիմա այո, ափսոսանք են հայտնում, որ սխալվել են։ Իդեպ քաղաքասարակության մի խումբ ներկայացուցիչներ մեղադրեցին Նիկոլ Փաշինյանին, իշխանության մյուս ներկայացուցիչներին լիազորությունները անցնելու եւ ուժային կառույցներով պարտադրելու եկեղեցու կառավարմանը միջամտելու հետ կապված, դուք կիսում եք քաղաքասարակության ձեր գործընկերների այս տեսակետը։ Ես չեմ լսել, ովքեր են, որ կազմակերպություններն։ Ամենադեպս ես այդպիսի համախոհություն քաղաքասարակության մեջ չեմ տեսնում։ Կարող է ինչ-որ առանձին կառույցներ ավելի խիստ են մոտենում, քան իմ կարծիքով այս պահին պետք է մոտենալ։ Բայց այդ նույն քաղաքասարակության կազմակերպությունները պետք է նաև ուրեմն դիրքորոշում հայտնեն այն ամեն ինչի մասին, ինչը կատարվում է եկեղեցու ներսում։ Այդ թվում արտաքին ազդեցությունները։ Պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն արխիվների, որ բացահայտվել են դեռ սովետական միության փլուզումից անմիջապես հետո, որ KGB-շնիկների մի ամբողջ համախումբը ներկայացվում էր, թե տարբեր եկեղեցիներում ինչքան KGB-շնիկ են եղել, որ համաշխարհային եկեղեցիների խորհուրդ ուղարկում են սովետական միությունից, ու այդ նույն մարդիկ հիմա մեծ մասամբ իրենց պաշտոններում տեղում են, այդ թվում Հայաստանում։ Մեծ մասը KGB-ի գործակալ էր, ու արդյունքում KGB-ի գործակալին ընտրում են եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, մինչև դեռ սովետական միության փլուզումը։ Այդ արխիվները հրապարակել են, այդ հասարակական կազմակերպությունները ինչ որ դիրքորոշում ունեն այդ ամեն ինչի մասին։ Պահանջել են մեր հետ միասին, որ լյուստրացիա արվի, այդ թվում եկեղեցիում։ Վեթինգ արվի նաև։ Պարոն Խոշոյան, ամեն դեպքում այս գործընթացը հիմա ինչ փուլում է, կանգ է առել, հա, հոգևորականների այդ վերջին հայտարարությունից հետո, որ կա իսկապես խնդիր, ինչպես իրենք նշեցին իրենց հայտարարությունում եպիսկոպոսները, հիմա էլ նոր զարգացում կա, թե չէ։ Հա, մեկ էլ հայտնի դարձավ են, որ կաթողիկոս ուզում էր եպիսկոպոսատ ժողով աներ, դա էլ հետաձգվեց։ Հիմա կարծեք հետաձգվեց, որովհետև տեսավ, որ չի կարողանում իր մեծամասնությունը ապահովի եւ իր ուզած որոշումները պարտադրի այդ ժողովին։ Որտեղ այդ ըմբոստությունը կա, ինչը ապացուցում է, որ եկեղեցու մասին չի խոսքը։ Իր եւ իր մի քանի հոգի շրջապատող այդ մարդկանց, որ 20 տարի օգտվել են այդ նախկին ռեժիմի բարիքներից, իսկ ավելի կոնկրետ Լափամանից։
ի հաշիվ հայ ժողովրդի, ի հաշիվ հայ ժողովրդի դժբախտությունների, ի հաշիվ մեր բանակի թուլացման, պետականության թուլացման, շատ լավ են իրանց զգացել։ Ես որ ասում եմ նախկինների ոսկեդարն էր, երբ որ թալանում էին պետությունը, բայց պետության համար ոսկեդար չէր, որտեղ թուլանում էր։ Նաև այս մի քանի տերտերի ոսկեդարներ են ժամանակ, որ ում ասես ում գլխին ուզում էր սարքում էին, ինչ ունեցված ասես խլում էին, պատվերներ էին տալիս, շինարարներին փողը չէին տալիս։ Չգիտեք այդ պատմությունները, Նարեկ ջան։ Այդ պատմություններում միգուցե խորանաք, ցույց տաք մարդկանց, ներկայացնեք պարոն կտրիչի նաև արկածները, ոնց էր մարդկանց գցում միլիոնավոր դոլարների, ու հետո այդ մարդկանց սպառնում էին, որ երեխեքի կտանենք բանակում գլուխները կուտենք, ու հետո ընտանիքով արտագաղթում էին այդ մարդիկ։ Ինչի ես գիտեմ այդ պատմությունները, լրագրողները չգիտեն։ Բայց դա հենց մամուլում է հրապարակվել նման մի պատմություն, որ քարեր են բերել մայրաթոր եւ հետո գումար չեն ստացել կամ կիսատ են ստացել։ Դա հենց լրագրողներն են հրապարակել։ Հրաշալի է, ուրեմն պետք է անընդհատ դրա մասին խոսվի։ Դա է հանցագործությունների մասին ինֆորմացիան, հանցակազմը դա է նաև։ Մենակ այն չի, որ բիզնեսով են զբաղվում, որ իրավունք չունեն, հոգևորական իրանց պաշտոնը այդ իրավունքը իրանց չի տալիս։ Դոգմատը իրանց թույլ չի տալիս նման բան անել։ Էլ չեմ խոսում իրանց այդ սանձարձակ կյանքը։ Էլի եմ ասում, ես շատ լիբերալ մարդ եմ, բայց այդ լիբերալիզմը վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ ուխտ չեն կնքել, գիտեք, եւ պարտավորություն չեն ստանձնել հուսակրոն կյանքի։ Թող անկեղծ լինեն, ասեն կամ ասեն մենք ստել ենք, խափեպա ենք եւ իրավունք չունենք քրիստոնեական մեծ քարոզներ անել, որովհետեւ քրիստոնեությունը նաեւ ստի դեմ պայքարի մասին է։ Քրիստոնեությունը սուտը հայտարարում է սատանա։ Ասում է, որ սուտը ստի հայր սատանան է։ Կամ ուրեմն թող փոխվեն նորմալ մարդիկ գնան այնտեղ, նստեն, որ այդ քարոզի իրավունք ունեն։ Բարոյական իրավունքի մասն է խոսքը։ Ապականել են ամեն ինչ, հերիք չի, հիմա էլ օտար երկրներն են ծառայում Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Չգիտենք ով ասեց, դե որ մեզ չեն վստահում, ուրեմն տերտերներին առաջ կգցենք, թող իրանք քաղաքականությամբ զբաղվեն։ Չեք հիշում ով ասեց դա։ Չգիտենք ինչ դրանից հետո որ տեղի ունեցավ հայտնի այդ պարոն Բագրատի այդ շարժումը սրբազան։ Ամենահետաքրքիրը իրանցն էլ անվանում են սրբազան շարժում, սրբազան այրեր։ Սա իրանք սուրբ են, սրբերով հավաքվել են, մենակ ժողովուրդն է կրակն ընկել այդ սրբերի ձեռը։ Պարոն Խուշուդյան, եւ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկին Ալիևին ուղղված, ասում է զուգահեռաբար դուրս հանենք խոսույթից այսպես կոչված ճակերտավոր Արևմտյան Ադրբեջան վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձը։ Նախ սրանք համարժեք է որ այս երկուսը իրար կողք դրվի թե ոչ, հաշվի առնելով որ Արևմտյան Ադրբեջան երբևէ չի եղել։ Այդ երբ է հայտարարությունը արել Նիկոլ Փաշինյանը։ Գերմանիայում Համբուրգում երբ պաշտոնական այցը ամփոփում էր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Ոչ, համարժեք չի եւ ես մի անգամ չի դրա մասին որ խոսել եմ։ Որովհետեւ չկա ոչ մի 300,000, որ բոբոյի նման անդադ մեզ դեմ են տալիս, թե հես սա 300,000-ին կուղարկենք, հես սա տեսեք ինչ կլինի ձեր հետ։ Ու մերոնք էլ ասում են, վայ, լավ, մի ուղարկեք, ամեն ինչի պատրաստ ենք։ Արցախահայության իրավունքներ, բան ամեն ինչ կզիջեք, մենակ թե հանգարց այդ 300,000-ին չուղարկեք։ Նրանք էլ ողջևորում են, այս մենք լավ էլ աշխատում է այս բոբոն։ Լավ էլ վախացնում ենք։ Ուրեմն ավելի շատ դրան բան անենք, ճնշենք այդ բոբոների միջոցով Հայաստանին։ Չի կարելի այդպիսի վերաբերմունք։ Հակառակը պետք է ասել, ինչ եք ուզում։ Ուզում եք փախստականների իրավունք։ Okay, եկեք մի հատ միջազգային արբիտրաժին դիմենք, այդ որ ուզում եք ձեր փախստականները որ վերադառնան Հայաստան։ 300,000 եք ասում, 300 միլիոն եք ասում, ինչ թիվ ուզեք ասեք։ Բայց հələ մի հատ եկեք արբիտրաժը ստեղծենք, բոլոր փաստերը բերեք տեսնենք, այդ ով է առանց տուն գնացել Հայաստանից, ով է տունը կորցրել ու գնացել Հայաստանից, ով է փոխանակում չի արել, չի վաճառել իր տունը, փոխհատուցում չի ստացել Հայաստանի կառավարությունից սովետական ժամանակ։ Մի հատ այդ բերեք այդ փաստերը, արբիտրաժը թող տեսնի, ու մենք էլ կբերենք թե Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, այդ մնացած տեղերից փախստական հայերի իրավունքները ու ամենակարևորը Արցախահայությունն է, որ նորը այդ փախստականների հարցը առաջացել։ Այդ մենք էլ այդ փաստերը կբերենք,
կբերենք, կդնենք, կհամադրենք ու կպայմանավորվենք, որ բոլոր նրանք, ովքեր որ տները կորցրել են, այո, իրավունք ունեն կամ վերադառնան այդ տները կամ վաճառեն այդ տները։ Թող արդեն մարդիկ իրենք որոշեն։ Բայց վերադառնալու դեպքում էլ պետք է այո երաշխիքները ապահովի։ Եթե ուզում են, որ երաշխիքները ապահովեն ինչ որ միջազգային ուժեր, ավելի հրաշալի։ Թող միջազգային ուժերը կանգնեն համ Հայաստանում, համ Ադրբեջանում։ Եթե ինչ որ գյուղեր կան, որտեղ որ ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն, եթե այդպիսի ադրբեջանցիներ կան ընդհանրապես, որ կորցրել են իրոք իրենց մազապուրտ փախել են, ոչ մի բան չեն կարողացել, ոչ վաճառեն, ոչ փոխանակեն։ Եթե կան այդպիսի, թող գան այդ մի քանի հոգիներ, որ գյուղում կլինեն, ընդեղ էլ ՄԱԿ-ի կամ Եվրոմիության կամ չգիտեմ, ՆԱՏՕ-ի զորքեր կկանգնացնենք։ Զինվորներ կկանգնացնենք, որ իրենց պաշտպանեն, բայց նույնը պետք է անենք ուրեմն Արցախի հետ, Բաքվի հետ, Սումգայիթի հետ, Գյանջայի հետ, մնացած բոլոր քաղաքների հետ։ Տեսեք Նիկոլ Փաշինյանն ինչ ասում, բառացի մեջ բերեմ, եթե մենք շարունակում ենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը։ Ես ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Լեռնային Ղարաբաղի շարժումը, Լեռնային Ղարաբաղի շարժումը ավարտվել է, ասում է, եթե մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի շարժումը սկսում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Կա նման վտանգ, եթե օրինակ Արցախահայերի իրավունքների մասին ենք խոսում, դա նոր պատերազմի ռիսկ է ստեղծում։ Չեմ կարծում։ Նոր պատերազմ, եթե Ադրբեջանը ցանկանա, միշտ առիթ կգտնի։ Եթե ինքը պատրաստ լինի աշխարհական բալանսը այդպես թեքված լինի եւ ինքը ուզենա հարձակվի, ինքը միշտ առիթ կգտնի։ Դա չի լինելու առիթ։ Բայց ես համաձայն չեմ վարչապետի հետ, որ այդ թեմաները պետք է փակվի, որպեսզի պատերազմ չլինի։ Ոչ, պատերազմ այդ թեմաներով չի լինի, եւ այդ թեմաները հակառակը պետք է արծարծվի եւ հակադարձվի եւ շատ ավելի ծանրակշիռ մենք կարող ենք այդ թեմաները շահարկել, եթե շահարկման մասին է խոսքը, քան Ադրբեջանը։ Բայց իրականում դա շահարկման մասին չի եւ ոչ էլ Ղարաբաղյան շարժումը վերսկսելու մասին է։ Սա լինելու է իրավունքների մասին պահանջ, ընդ որում փոխադարձ պահանջ, որտեղ խախտվել են մարդկանց իրավունքները, այո, դրանք պետք է վերականգնվեն։ Եթե այդ դիրքերից Հայաստանը խոսա, Ադրբեջանը ձենը կկտրի, Ալիևը ձենը կկտրի։ Բայց պետք է լինի անպայման միջազգային, միջնորդական միջամտությամբ։ Ինչ պետք է ասի Ադրբեջանը դրան։ Պետք է ասի, չէ, միջնորդներ չպետք է լինեն, մեր 300,000 կամ 500,000 կամ 1 միլիոնը պետք է գան Հայաստան, իսկ Հայաստանից կամ փախստական ով եղել է Ադրբեջանից, ով Հայաստանում է կամ այլ երկրներից, հետ չի վերադառնալու, ոնց եք պատկերացնում, տենց անհետ ինչ որ բան ասի։ Ինքը ուղղակի 300,000 զորում է իմանալով, որ մենք չենք հակադարձելու, չենք պատասխանելու, անդադ ասելու ենք լավ դրա ձենը մի հանի, դրա անունը մի տուր, մենակ թե ինչ, մենք ամեն ինչի պատրաստ ենք, մենակ թե հանգարց տես բան չասես։ Դե հետո ու դրանով ոգևորում ենք իրեն, ասում ենք այո, ձեր այդ փաստարկը այնքան հզոր է, որ մենք արդեն ոտերս թուլանում ենք դրա մասին լսում ենք։ Որտեղ մեր ժողովուրդը տանել չի կարող, որ կարող է իրենց կողքը հանգարց գա մի հատ ադրբեջանցի ապրի։ Ավելի լավ է մենք ինչ ասես կորցնենք, մեր ազգային շահերը, Արցախահայության իրավունքները, ամեն ինչին պատրաստ ենք զոհաբերենք, մենակ թե այդ մի քանի ադրբեջանցին չգան են գյուղերում չծվարեն։ Էն էլ ասում եմ, դա հələ հարցը կա ընդհանրապես այդպիսի ադրբեջանցի թե չէ։ Եթե լինել մի քանի տասնյակ, մի քանի 100 ասենք թե։ Բայց փոխանեն մի քանի 100,000 հայերի իրավունքների մասին է խոսքը վերադարձնելու եւ վերականգնելու։ Ուրեմն մենք չենք կարող կառավարենք այնպես, որ այդ մի քանի 100 ադրբեջանցին գործիք չդառնան Ադրբեջանի ձեռքում, բայց իրանք կարող են կառավարեն, որ 200-300,000 հայը որ կարող է վերադառնա Արցախ ու մնացած քաղաքները, ասենք թե կամ Բաքվի Սումգայիթի դեպքում գնա իրենց քաղաքի կենտրոնի տները վաճառի, ուրեմն այդ չեն կարող իշահայ ժողովրդի օգտագործել, այդքան թույլ ենք մենք։ Շնորհակալություն, պարոն Խոշորյան, հարցազրույցի համար։